Ինչի համար է ջինսերի փոքր 5-րդ գրպանը։ Այն ստեղծվել է pocket watch-երի, այսինքն գրպանի ժամացույցների համար։ Իսկ երբ ձեռքի ժամացույցները եկան դրանց փոխարինման, այդ գրպանը մնաց պարզապես որպես դիզայնի մի մաս։ Ես օրինակ այն չեմ օգտագործում, իսկ դուք գրեք մեկնաբանություններում։ Ինչի համար է կանացի անդրավարտիքների դիմացի բանդը։ Գոյություն ունի երկու վարկած, ըստ առաջինի այն օգնում էր տարբերել անդրավարտիքի դիմացի հատվածը եւ հատկապես օգտակար էր այն ժամանակներում, երբ դեռևս չկար էլեկտրականություն եւ կանայք հաճախ հագնվում էին մթության մեջ։ Իսկ երկրորդ վարկածի համաձայն նախքան էլաստիկ ռեզինների ստեղծումը ներքնազգեստը պահվում էր ժապավենների վրա, որոնք պտտացվում էին անդրավարտիքի շուրջ եւ դիմացի հատվածում կապվում որպես բանտ։ Իսկ այսօր այդ բանտը կրում է պարզապես դեկորատիվ բնույթ։ Նախքան հաջորդ հարցին անցնելը անպայման հետևիր իմեջին։ Ինչի համար են ստեղծվել շապիկների թևքերի կոճակները։ Ըստ լեգենդի, նկատելով, որ զինվորները իրենց քիթը սրբում են համազգեստի թևքերով, Նապոլեոն Բոնապարտը հրամայում է դրանց վրա կարել մետաղական կոճակներ, որոնք դժվարացնում էին այդ process-ը ու դարձնում մաքսիմալ անհարմար։ Այդ ամենի արդյունքում տվյալ վատ սովորությունը աստիճանաբար անհետացավ։ Իհարկե բարդ է հավատալ այս ամենին, բայց դե լեգենդը մնում է լեգենդ։ Ինչի համար է կոնվերս կետերի արջևի ռետինե կոշտ հատվածը։ Կոնվերսները առհասարակ ստեղծվել են որպես բասկետբոլի մարզակոշիկներ եւ հաշվի առնելով այդ սպորտաձևի բնույթը, տվյալ կոշտ ռեզինե հատվածը պաշտպանում է ոտքի մատների վնասվածքներից, ինչպես նաեւ կանխում մարզակոշիկների վաղ մաշումը։ Չմոռանաս հավանել այս հոլովակը եւ կիսվել ընկերների հետ։